Բարև ձեզ, բարի գալուստ Պարզից Պարզ ոդկաստ, այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտեմ Զաքարյանը եւ մեզ այսօր հյուրահեկել Արմեն Ավագյան։ Բարև ձեզ։ Արմենը ներկայումս աշխատում է IMID ընկերությունում։ Այո։ Հենց բարձր պաշտոնների ինքը կասի, չխառնեն։ Նաեւ Արմենը դասավանդում է ամերիկյան համալսարանում, որտեղ ես եմ դասավանդում, ու մենք հիմա փորձենք արագ Արմենի հետ ճամփորդել իր կարիերայի, փորձի եւ տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք, երևի կարճի մասին պատմեմ, արդյոք նոր եմ ծանոթանում, հա։ So ես ստեղ եմ ծնվել, Ամերիկայից եմ եկել, 96։ Ամերիկայից որտեղից։ Բոստոն։ Այո։ Բոստոնում չես ծնվել։ Չէ, Պարսկաստանում ես։ Պարսկաստանում եմ ծնվել, բայց 1.5 տարեկան էր որ գնացինք Բոստոն, so տենց Պարսկաստան չես հիշում ոնց ես գնացել, հա։ Ասում եմ ես բարել ենք։ Պարսկահայ եմ by digest, միայն ուտելիքով, որտեղ մեր տանը բնականաբար լիքը պարսկահայկական ուտելիքներ են սարքել, բայց մենակ այդքանով եմ ես պարսկահայությունս հիշում, էլի։ Ահագին մշակութային մոմենտ։ Այսինքն New England Patriots fan ես։ Boston Celtics։ Գրվանք երեք Jason Tatum-ի ոտը։ Այո։ 3-1, այսպայն 3։ Բոլոր խաղերն։ Ես Բոստոնում 6 ամիս ապրել։ Երբ որ տեղադրվի ես վիդեոն, արդեն կիմանանք Բոստոնը դուրս թռավ թե չէ։ Ոնց որ թե դու սա թռում 3-1 Jason Tatum-ի բանել Աքիլեսը պատռվա բան։ Դու Բոստոնում ապրել ես։ Ապրել եմ։ Իսկ մինչև քանի տարեկան։ 11։ Այնտեղ դպրոց ես գնացել։ Դպրոց եմ գնացել։ Բա համասարան բան։ Համասարան արդեն ստեղ եմ գնացել, առաջին համասարանս, master's degree-ն ստեղ եմ արել ֆինանսներ, որտեղ ուզում էի investment banker դառնալ, այսինքն ֆինանսիստների հետ եմ նստած ասել։ Խորչուն ես։ Իհարկե, բայց իոք տենց է, like նպատակասլաց, այսինքն այդ Wall Street կինոն կա, այն բանը Gordon Gekko առաջինը։ Gordon Gekko։ Հա, Gordon Gekko-ն։ Իմ համար Gordon Gekko-ն դրական կերպար էր։ Հա, իմ համար դրական կերպար էր։ Ես յան վերցել էի որպես բան icon, ասում ուզում եմ ինքին մենթորը լինի։ Greed is good։ Հա, greed is good։ Ամենակլասիկ բանն է, իմ համար greed is good was good, էլի ոնց որ այդ ուղղությամբ էի գնում։ Ագահությունը լավ է։ Ֆինանսները ավարտեցի, մտա դե Հայաստանում չկար investment bank, հիմա չկա, ինչ որ չափով, բայց Ինձ էլ է տակում Հայաստանում մագիստրատուրա է սարը investment banking-ի համար որտեղ։ Չէ, ֆինանսներ վարկ եմ արել։ Որտեղ։ Ժող, հա։ Ես ու Ախոտ Քալաքսիկս։ Սաղորը կռիվների մեջ էիք։ Չէ, նորմալ, հանգիստ ախալկալակ։ Չէ, բայց իրանք են կռիվների մեջ, Արմենը չէ։ Մանկավարժականում ես գիտեմ, որ կար իրանք այդ համայնքով ամբողջ օրը տուրու դմփոսներ։ Okay, sense ասեմ։ Մենք մեր մոտ բավականին առաջ ջարդվածքների ուսանողություններ բաներ, բայց նպատակս միշտ այդ էր, էլի, այդ investment banking ոնց որ գնալներ, so ավարտեցի, մտա բանկային համակարգում սկսեցի աշխատել, բարձեցի investment banking դեպարտամենտ, Որտեղ դիլինգում։ Վայ։ Որ բանկի դիլինգում։ Ես ուզում հիշեմ անունն եմ ուզում, հիշեմ չկա այդ բանկը։ Ֆորմատ։ Այդ Հայկական զարգացման բանկ։ Չէ։ Հայկական զարգացման։ Մի քանի տարի առաջ է։ Այդ կոմունիստների բանկն էր։ Այն բանի վրա այն։ Հա, Պրոշյան։ Ես այդտեղ եմ նստել։ So ոնց որ այդ ուղղությամբ գնացի, հետո գնացի MBA անելու արտասահման, էլի նպատակս investment banking մտնելն էր, բայց այդտեղ հանդիպեցի Paul Garrison-ին, որը Coca-Cola-ի chief marketing officer-ն էր Եվրոպայի, եւ ինքը նաեւ մեր դեկանն էր այդ ժամանակ։ Ասած ինչ investment banking արի։ Ինքը ոչինչ չի ասել։ Ուղղակի դասը վերցրեցի marketing-ի ու իմ կյանքը փոխեց իրականում։ Ես հասկացա, որ իմ սերը թվերի հետ աշխատանքի եւ այդ հաշվարկների եւ դատայի եւ իմ սերը նաեւ մարդու հոգեբանություն ընկալելու եւ բռնացնելու insight բռնելու լավ բան ամուսնություն է մարքեթինգը, որտեղ արդեն իսկ այդ ժամանակ բավականին data driven էր արդեն հիմա էլ բնականաբար էլ ավել, բայց լավ բալանս գտա դե ու հասկացա որ չէ մարքեթինգը։ Մինչև հիմա ես Ֆիլիպ Կոտլերի դասագրքերը տեսնում եմ այդտեղ։ Ֆիլիպ Կոտլերը ինքը ոնց որ տնտեսագիտության տեսություն, ինքը դու պիտի կարդաս, որտեղ ինքը base-ն է։ Ինչ է սեգմենտավորում, ինչու է հավերժ է ինքը։ Հավերժ է, այդ բան 1-2 եկան, բան version-երով ունի, ասկ update միշտ լինում, հա, բայց ինքը ոնց որ այն base level-ն է, որ դու պիտի վերջերս տեսա որ հայրեն ինչ որ նախաձեռնություն կա իր գրքերը թարգմանելու։ Կլինի։
Բայց ես որոշեցի, որ ուզում այդ ուղղությամբ գնամ, սկսեցի ամ consulting, մի 10 տարի marketing-ի consultant էի, մի 42 աշխատել եմ մի 120 բրենդերի հետ, շատ հաճելի ժամանակ էր, որպես freelance, թե ինչ-որ մեծ կազմակերպություն group-ում։ Հենց Paul Garrison ոնց որ վերցրեցի ան, հա, այտենց դարավի առաջին մենթորը, վերցրեցի ան, բերեցի ա group-ի մեջ, Boston based էր, բայց ես Բուդապեշտում էի, որտեղ ես Բուդապեշտի օֆիսում էի, որտեղ ես ավելի շատ հարցրեց եւ ես ուզում էի ավելի շատ զարգացող տնտեսություններում աշխատեի, ոչ թե զարգացած։ Ինձ ավելի հետաքրքիր էր, impact ավելի մեծ է, հա, դու ասենք Ֆրանսիայում, եթե դու ունեմ Danone-ը որպես client ու ես 4% աճ տամ որպես consultant, էդի, այսպես է։ Բայց ասենք, չգիտեմ, Ռուսաստանում ես 60% էի կարողանում աճ տալ, որտեղ մի անգամից մտածելակերպի շեղում էր ունենում ու մեծ բաներ զգում, հա։ Բայց ասեմ ամենահաճելին որ աշխատում եմ տարօրինակը Աֆրիկայում էր, Հարավային Աֆրիկայում եմ աշխատել, West Africa-ում եմ, Նիգերիա, Աքրա, բան, Տոգո, Լոմե եւ sense Côte d'Ivoire, բան, բոլոր Բուրկինա Ֆասո։ Վակցինաներ ընդունում եք։ Բան չէ, Հայաստանում։ Այդ ժամանակ ստերից պիտի գնամ ընդեր, ասում եմ դու չկա Հայաստան, ոնց ասում եմ դու բան դեռնախի, հա, բան, վակցինա։ Մի տեղ կա այս երկրում, որը Երևանում մի հատ անդոր միշտ չի լինում։ Մասիս այդ պատմեմ, այդ Ես մի անգամ պիտի գնայի այդպես։ Ինձ ուղարկել են մասիվ եսի ինչ այդպես այդ մեր այդ պետական ինչ-որ կառույցը եւ այլն, հիմա այս որ մտնում եմ ներս, չկա ոչ մի բան չկա։ Այսինքն այս reception կա կամ բանը պետական ինչ-որ լաբորատորիա կառույց է։ Իրանք չեն ակնկալում, որ մարդ պիտի մտնի, իրանք քաղաքացիներ ընդունելու մեխանիզմ չունեն։ Front office չկա։ Front office չկա։ Բայց ուզեմ չուզեմ մտել։ Այս առաջին դուրը KPP ինչ-որ բացի այն դուրը մտի մի խոսքով, բան։ Հիմա այս դուրը բացել եմ մտնում եմ ներս ու ես հայտնում եմ մի հատ փոքրիկ կարիդորչիկում, որտեղ կա մեկ հատ դուր, որի վրա այն բանի լոգոն է, այն biohazard-ի մեծ լոգո է խփած այդ դրան վրա, so ես այսպես չեմ ուզում կպնեմ ոչ, ասես կանգնել եմ, մտե։ Մեկն է ներսի կնիկը սենց անում։ Արի։ Չեմ գալի, այսքան լոգո է դեմս ու ինձ բան չեմ։ Վերջին եկավ դուր ասեց արի, ես սերսկոն համար ես եկել բան, հա արի եւ այն, որ տենց կինոների նման իսկական բացված ծուխահելն ու ինչի զանում ասում եմ դե սերսկին, բայց սերսկեցի նորմալ 12 monkeys նայել ես որը 12 monkeys այո դա չոտքի որ էսա պանդեմիա է սկսում ինձ ինչ որ տենց բան գնացիր Աֆրիկա Danone ամոզեցիր որ ուտեն, հա գնացել Danone-ով ենք սկզբից գնացել ես հասել եմ Աֆրիկա եւ Danone-ը կատնամթերք Հիմա Աֆրիկան կատնամթերք արդեն բագ է իմ ուղեղում ընկնում, որ ինչ կաթը ընկալելի է։ Կաթ is universal։ Աշխարհում ամենտեղ կա կաթ։ Նամանավանդ, որովհետև երեխա կաթ։ Այսինքն այդ բանը գոնե ամենտեղ։ COVID չի ասոցացվում։ Չէ, բան, հա, բայց COVID կաթը դա տալիս են երեխեքին, so կաթը ինքը որպես կաթ, հասկա, բայց կաթը ամենացածր մարժինալ ապրանքն է, որտեղ ինքը վերամշակած չի, այսինքն ամենա քիչ մարժան ունի Danone-ի համար, պետք է յոգուրտ ծախես, պապարակ ծախես, տրանսպորտировка թանկ եւ այլն։ So այս տեսակետից հիմա իրանց մոտ բան է, տոպրակով է իհարկե բանով չի, շշով չի կամ բանով, ցելոֆոնով է, բայց հա։ Հիմա գնացել եմ ընդ առաջին հարցը որ միշտ տալիս եմ, կլասիկ հարցաշարն եմ, չէ՞, կլիենտ եմ onboard անում, հասկանամ ինչը ոնց է, ասեմ ձեր վաճառքի ծավալի որ տոկոսն է, որ կանալով բաշխած, չէ՞, որ կանալները վաճառքային հասկանամ։ So մեծամասամբ պատասխանը հետեւյալն է, չեմ, այսքան տոկոս հիպերմարկետներ, այսքան տոկոս սուպերմարկետներ, այսքան տոկոս փոքրիկ բան, խանութիկներ, լոկալ բուտկեկ խանութիկներ, ինչ որ այսպես մի հատ բան եմ պատկերացնում։ या պատասխանը հետեւյալն է։ Ինչ հիպերմարկետի սուպերմարկետ։ Ասում է 60% is head box։ 60% is head box։ Այդ ինչա։ Գլխի տուփ։ Հենց տենց, գլխի տուփ։ Ասում, դա ի՞նչ է։ Գլխի տուփ։ Ասեց բան, բարից բուն իմաստով փողոցով մարդիկ քայլում են, իա գլխին վրա դրած տուփ։ Այդ տուփի մեջից անհատական վաճառով։ Ու 60%։ 60%-ը ասի, օքեյ, այսինքն մնացած հարցերը որն է, ասա ճողեցի, ինքսեցի, ասի, օքեյ, հիմա լրիվ ուրիշ ձև պիտի մտածենք այս ամեն ինչի մասին, տուփ։ Այսինքն իմ համար շելֆը, որտեղ որ վաճառքա տեղի ունենում, իա բան, ասեմ, t-shirt-ն է։ Էտա իմ տարածքը բանի։ Իսկ Danone KPI տվել էր ինչքան պիտի վաճառվի դա։ Հետո ասում լավ ինչ է ծախում բա headbox-ում։ Պաղպաղակ։
Էդի գոնե ընկալելի էր Աֆրիկա, շոկ, բան, պաղպաղակ, որտեվ յոգուրտը էլի Չի հալվում։ Գլխի վրա չի ալու։ ուրեմն ինչ են անում, իրանք ունեն դեպոներ, փոքրիկ դեպոներ, որտեղ որ գործարանից ուղարկում են այդ դեպոներ եւ հոսանք չկա։ Չկա հոսանք։ So այդ դեպոներում կամ հոսանք կա օդ կամ էլ 4 առուց։ Մասսայական մեծ առները, սա 4 Բայց առուց։ պետք է արագ վաճառի, որ այդ չհանվի։ Հետո այդ գլխի, հետո դեպոները շատ են։ Հետո այդ headbox-ի աշխատողները գալիս է 4 առուցը դնում է, լցնում է իր պաղպաղակը, դնում է գլխին, գնում է վաճառում է, հետա գալի, լցնում է, գնում է վաճառում է, հետա գալի, լցնում է, գնում է։ Այսինքն ինքը direct distribution է ինչ որ մի մոդել։ Ուկրալ վիպը ստուրում։ Բանա, Yandex-ը էլի ոնց որ տենց իծա, ինքը դու արագ ինչ որ բանա գնում ընդ է, ու շատ հետաքրքիր է եւ շատ տարօրինակ։ Հետո մեծամասամբ գրել կարդալ չգիտեն, քանի որ միջև վերջերս 90-ականների վերջերը անօրինական է եղել սեվամորտներին դպրոց գնալը, հա, apartheid եւ այլն։ Այդ որտեղ Հարավային Աֆրիկա։ So այդ տեսակետից նաեւ գրել կարդալու խնդիր կա։ Այսինքն եթե գրել կարդալ չգիտեն, okay, so գրածա ելակի յոգուրտ։ Այդ լեյբելի վրա նպարս ամենա մինիմալ, այսինքն մարքետոլոգ պետք չի որ էսի հասկանաս, ուղղակի մեր համար շատ դժվար է։ Գրածա ելակի յոգուրտ։ Հիմա ել չկամ կարդա։ Ելակ նկարես։ Պետք է ելակ նկարենք, parza, չէ՞։ Ելակ չեն կարող նկարենք, որովհետև իրանց պետական օրենքով, եթե դու վրան ելակ ես նկարում, պիտի մեջը կտրտած ելակ լինի։ Հենց ֆիզիկական միրգը պիտի լինի մեջը։ Եվ parza, որ ելակի յոգուրտը սիրոպով է սարքվում, ոչ թե հենց կտրտած ելակա մեջը, so էդ էլ է անօրինական։ So նա ինչ անենք, վերջը լուծումը գտանք։ Ուրեմն ինքը կողքը label չունի, label-ը մենակ վրան է, եւ ինքը 100% թափանցիկ է։ So ելակ չի, կարմիրն է։ Այսինքն կարմիրն է, հետո չգիտեմ, դեղցը նարնջագույնն է, այն գույնն է, այսինքն երբ որ հարցնում է սպառողին, որ համն է սիրում յոգուրտի, ասում է կարմիրը, կամ նարնջագույնը, կամ չգիտի դաժե ինչ է, ինքը այդ համը իրան դուր է գալի, ոնց որ այսինքն շատ պրիմիտիվ ինչ որ բան է, բայց դժվար է մարքետոլոգի համար դու կառավարություն ոնց հայտնվեցիր։ So ես Garrison Group-ում էի, եւ աշխատում էի հասավ այնտեղ որ ես դառա partner, արդեն որ բանի մեջ էի partnership-ում էի Garrison-ի հետ, Garrison Group-ի հետ։ Եվ partnership-ի լավերից այն է որ արդեն կարող է դու գնալ ապրել որտեղ որ դու ուզում ես։ Ֆիզիկապես էլ դու կապված չես այդ գրասենյակի հետ, քանի որ ես ունեմ իմ կլիենտների պորտֆոլիոն, մեկը Աֆրիկայում է, մեկը Չիլիում է, չգիտեմ, մեկը Ռուսաստանում է, մեկը Ուկրաինայում է եւ այլն, so իրանց համար տարբերություն չունի դու որտեղ ես։ Frequent flyer card ունես։ 7 տարի վրա պլատինում։ Պլատին։ Вообще վճարում ես տոմսերի համար։ Չէ։ Շատ էի թվում։ Բայց որոշեցի որ Հայաստան գամ, ես միշտ ուզում եմ Հայաստան ապրեմ։ So Հայաստանը եկա 2016-ին էր։ Հայաստան եկա, այտենց զանգ ստացա, ասեցին գարի, բան, չգիտեմ, վարշապետն ա ուզում քեզ հանդիպի։ բայց բանից դու սերեք է։ Չէ, Garrison Group-ում էի դա։ Garrison Group-ով եմ եկել։ Բան գնացի, հետո խոսացինք եւ այլն, ասեց դու բան սկզբունքով են անվճար չեմ հիշում հայերեն։ Հասարակական սկզբունքով, որ անվճար ես բանանում, որ կարողանաս նաեւ դու ոնց որ քո աշխատանքն ունենաս, բայց միևնույն ժամանակ օգտակար լինես ինչ որ չափով։ 24 ժամ աշխատես մեր համար։ Հա, անվճար։ Եվ ես դեմ չէի, հիմա վճարը ինչքան է 400,000 եկած։ Վարչապետի քո տեղը ո՞ր դիցեր իմացա։ Չգիտեմ էդի։ Դանոնից իրա։ Նակապալի։ Էդի չեմ կարող ասեմ, չգիտեմ, բայց կարող եմ ասեմ, որ Այդ որ թվականին 16։ 16։ Այսինքն այդ ժամանակ վարչապետ ով էր։ Կարող։ So ոնց որ անկեղծ ասած, ես միշտ ինձ վատ եմ զգում, որ իմ ընկերները Հայաստանում ծառայել են եւ ես չէի ծառայել, որտեղ քաղաքացի չեմ։ Եվ էդի ոնց որ գտա այն բանը, որ ու որոշել է որ 2 տարի, ոնց որ այդ տրամաբանությամբ էի մտնում մեջը, որ եթե իմ 2 տարին ոնց որ ծառայեմ իմ պետությանը, ես էլ իմ օգտակար լինեմ։ Ամերիկյան քաղաքացի ես։ Այո։ Ծառայեմ իմ պետությանը ու ոնց որ ես էլ իմ բանը կատարեմ ու տենց մտա պետական համակարգ ու մտա բանի մեջ, հենց foreign direct investment եւ այլն, որը consulting-ի արմենիաներ թե ինչն է։ Չէ, business արմենիաներ մերը։ Business։ Հա։ DFA-ներ, որը rebrand արեցինք դառա business արմենիան, որը հենց investment promotion agency է, որ Հայաստան բաններ գրավում էլի։ Գումար բերենք Հայաստան։ Հա, investment բերենք եւ ապրանք արտահանենք։ Նաեւ էքսպորտ։ Այո։ Այսինքն վերջերս կապիտալ կապիտալ մտնի կամ էքսպորտի տեսքով կամ ուղիղ ներդրման տեսքով իմաստն է որ կապիտալ մտնի երկիր։ Այդ agency-ները կլասիկ են բոլոր երկրներում էլ կան։ Ինչքան բերեցիք։
2 տարում $76 միլիոն։ Ներդրում պլյուս բան էքսպորտի իր հետ։ Էքսպորտի Հա, բայց էքսպորտը այն մասով, որը հենց մեր հետ եկած էքսպոների ժամանակ ընկած պայմանագրերի մասին է։ Դրանից հետո այդ ծավալը, որ ասենք շարունակականական մեծացել է, ես այդքան մշտադիտարկումս այդքան չէր հերիքում, որ 3 տարի, 5 տարվա ինչ որ մի հատ գիծ տեսնեի։ Հիմա ավելի դայրեկտ է 6 ամսվա մեջ կոնտրակտ ընկվեց թե չէ, ոնց որ այս բանով։ Կարող եմ ասեմ, որ ես ավելի շատ կենտրոնացած էի արդյունավետության վրա, efficiency-ի վրա։ Ես երբ որ մտա, հաշվեցինք, որ $1 դիմաց $10.1 է մտնում երկիր, մինչև ինձ։ Եվ մենք երբ որ դուրս եկա 2 տարի հետո, արդեն 30-ի 31-ին էր մոտիկացել, այսինքն $1 պետ բյուջեից $1 ծախսում ենք $30 ոնց որ տնտեսություն էր մտնում արտասահմանյան կապիտալ, ու մեկը 30-ի արդեն լրիվ նորմալ է, որովհետև նույնիսկ եթե 30-ի հարկը միայն հաշվես, արդեն ինքնածախսած ասկում անում է, այսինքն ես արդեն շահութաբեր էի, էլի կարելի ասել ոնց որ այդ դու հարկատուների վրա գումար չէր բեր չէ, հակառակը մի հատ էլ ինչ որ պլյուս կար հարկային, բայց տնտեսությունն էր զարգանում եւ այլն, այսինքն ընդհանուր առմամբ միշտ իմ տրամաբանությունն է, որ դառնանք self-sufficient, ինքը լինի actually like շահութաբեր, այսպես կոչեցյալ։ Հետո նոր հասկանանք, որ ոնց ենք այդ լայնում մեծանում զարգանում, ու 2 տարի բավականին կարողացանք սխմենք էլի այդ բաները։ 2 տարի ծառայեցիր ու դուս եկա։ ու զորացրվեցիր։ Զորացրվեցի Garrison Group-ում դեռ ինչ որ բաներ կապեր ունեի, ոնց որ հետ գնացի մի քիչ էդուկացիությամբ, ինքս իմ consulting company ունեի, freelance էի անում, միջև իմ ID-ն ի հայտ եկավ։ Իմ ID-ն ինչ է։ Ես տեղակ չէի։ Իմ ID-ն չէի։ Իմ Աբա Hexact-ը։ Հա, Hexact-ը լավ էր, Hexact-ը լավ փորձ էր ստարտափների ոնց որ աշխարհում, իմ համար լրիվ նոր է, ստարտափ չէի ունեցել։ Like ստարտափների աշխարհը իմ համար, հիմա որ լավ եմ ավելի հասկանում, վստահ չեմ, որ նորից կուզենայի դրա միջով անցնեի։ Ստարտափների մեջ մի քիչ այդ դու ավելի շատ սկսում ես աշխատել ինվեստորի գտնելու համար, քան թե product delivery ու ինչ որ արժեք ավելացնելու համար, որտեղ իմ բանը ոնց որ իմը չի այդքան, ես ինքս ինձ ճանաչելով, ես սիրում եմ նոր բան ստեղծել, բայց սիրում եմ արժեք ավելացնել, էլի միշտ ուշադիր եմ, որ կենցաղային մարդու կյանքում ինչ արժեք ես են գոհ ավելացնում եւ այդ բալանսը երբ որ խախտվում է, ինձ այդքան դուր չի գալի այդ ոլորտը դրա համար։ Բայց Exact-ը կա, ինքը աճում է, ես դեռ բան եմ սեփականատեր եմ, բայց բանից եմ դուրս եկել, մենեջմենտից եմ դուրս եկել։ Թիմն էլ տեղափոխվեց հիմնականում Ամերիկա, ոնց որ ինքը Yahoo-նով գնում է։ Իսկ Garrison Group-ում որպես partner բաժնետեր ես թե չէ։ Չէ, դուրս եկա։ Garrison Group-ի consulting-ի partnership-ը, բանով դուրս եկար, պիտի դուրս գաս։ Հա, դուրս եկար, պիտի դուրս գաս։ Ինչ որ մի ժամանակ մնում է իհարկե, բայց եթե դու 6 ամիս, մի տարի չես որսում, հա, consulting-ը որս ես անում, չէ։ Եթե դու նոր որս չես բերում, որ բոլորը այդ մսերից օգտվեն, միտեղ քեզ vote են անում, հանում են բնականաբար, էլի շատ տրամաբանական է։ Լավ, իմ ID-ն ի՞նչ է։ Իմ ID-ն տեխնոլոգիական մի հատ genius բան է իրականում։ Իմ ID-ն հիմնվել է 10 բանկերի կողմից եւ 3 թելքոների։ 10 բանկ եւ Ucom Team, Viva։ 13-ը կպել են հիմնել են իմ ID-ն, որ արդեն իմ համար wow է դա Հայաստանում, որ այս բանկեր, մրցակիցները, որ բավականին նաեւ սուր ու ագրեսիվ մրցակցություն կարա լինի, կպել են, ստեղծել են մի բան։ Բայց այտենց ակրան ու արկան նաեւ ստեղծեցին, չէ՞, բանկեր իրար հետ։ Էտիկը բնա ոնց որ ստիպե։ Երկու ստիպե։ Նու ստեղը իրականում Mercedes-ի հետ կգա, դրա համար նույն տեղից է այդ բանը push-ը, բայց արքայում ակրայում կբնկա, ստեղ չկա։ 100% շահույթ հետապնդող մասնավոր սեկտոր է։ Եվ ստեղ նաև տրամաբանությունը այն չի, որ մենակ սպասարկենք այդ 13-ին, այլ մենք վաճառում ենք շատ ավելի լայն պրոֆիլ մարդկանց ու այդ 13-ին actually շահույթ ենք բերում։ So muse մոդելները մի քիչ ավելի դու ստեղծում ես, որ քեզ սպասարկեն ու գոնե ինքնածախսած ասկանի, այսպես լավ է, բայց այս դեպքում մենք շատ ագրեսիվ շահույթ հետապնդող ենք, որովհետև մենք նաև ուզում ենք արտահանենք այս լուծումը եւ արտահանելու ենք։ Բայց լուծում ենք լուծում։ So այս բանկերը մի 2 տարի առաջ սկսեցին իրար հետ խոսալ ու իրականում հասկացան, որ on-line գործակներ քանակը շատանում է ու գնալով բնականաբար էլ ավելի է շատանալ։ So on-line դաշտը տիրույթը գնալով լենանում է։ Եվ on-line տիրույթում խնդիր կա մարդուն նույնականացնելու։ Դու ով ես։ Հա, ինչ որ գործակ ես անում, ով է այս մարդը։ Հետո ուզում ես ինչ որ բան վարկ ես ձևակերպում, դա պիտի ստորագրվի։
Այդ որ on-line գործարքներ, այսինքն նույնականացման եւ ստորագրության խնդիր կա on-line դաշտում։ Եվ իրականում այս բանկերը սկսեցին իրար հետ խոսալ, հասկացան, որ բոլորն ունեն նույն խնդիրը եւ բոլորը ժամանակ, ռեսուրս եւ գլխացավանք են ծախսում, որպեսզի այդ նույն խնդիրը լուծեն։ Ունեն թիմեր, ունեն փողեր, ունեն բաներ, նույն բանն են փորձում լուծեն։ Դե միգուցե տրամաբանական է, որ բոլորը մեկ տեղում դնեն այդ ռեսուրսները ու այդ մեկը էդի լուծի։ Եվ իրականության մեջ այտենց է ստեղծվել իմ ID-ն, այդ այդն հիմքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալության հետ էլ չի կապ ունի։ ԻՍԱ-ն մեր ռեգուլատոր մարմինն է։ Ոնց որ բանկի համար ԿԲ-ն, մեր համար ԻՍԱ-ն, կոպիտ ասած։ Ոնց որ ԻՍԱ-ն այն մարմինն է, որը որ մեզ կլիցենզավորի մեր օրենսդրական դաշտն Ահագի ԿԲ-ն շատերին է լիցենզավորում վերահսկում, դուք մի հատ ռեգուլատոր ունեք, մի հատ ընկերություն։ Դե էլի են առաջանալու։ Հույսով եմ առաջանան, մրցակցությունը միշտ լավ բան է։ Ինչքան առաջանան, այնքան լավ։ Այսինքն նույն մոդելին, թե ինչ որ ուրիշ կազմակերպ։ Տարբեր երկրներում տարբեր մոդելներ կան։ Ստանդարտիզացիա չկա իրականում, բայց ստանդարտիզացիա կա լիցենզավորման մեջ։ Պատկերացրեք ԿԲ-ն։ ԿԲ-ն ասում է թե դու A, B, C-ն համապատասխանում ես, բանկային լիցենզիա կտրամադրեմ։ Հիմա ով ուզում է մտնի շուկա, ով ուզում է դուրս գա շուկայից, հա, այս տրամաբանությամբ ու այդ նույն տրամաբանությունը աշխատում է մեր ոլորտի վրա։ Մեր ոլորտը կոչվում է վստահության ծառայություններ, trust service provider։ Վստահություն վաճառող եք։ Վստահության ծառայության վաճառող ենք։ Ծառայություն մատուցող ենք, ավելի շուտ մատակարար ենք։ Բայց բուն իմաստն է, որ քաղաքացիներին մենք տրամադրում ենք թվային ինքնություն, թվային ID եւ ընկերություններին, B2B բիզնեսներին եւ այլն տրամադրում ենք API, որով որ այս digital ID-ն կարողանում է կարդալ, որպեսզի գործարք կարողանա տեղի ունենա։ Նպատակը նրանում է, որ ֆինանսական կառույց, մենակ ֆինանսական կառույցն է, թե որևէ կառույց, որևէ digital ID-ն է, թվային ID-ն է, ինչ կապ ունի մեր պլաստիկի հետ եւ mobile ID-ի հետ, որ հիմա տելեկոմներն են տալիս։ Թույն, բացատրեմ։ So, ինչ է ID-ն։ ID-ն մի հատ քարտ է, չէ՞, որի վրա կա անուն, ազգանուն, ՀՑՀ ու ինչ որ վավերականության ժամկետ։ Տրվում է պետության կողմից այս դեպքում, հա։ Բայց իմաստը այդ ֆիզիկական քարտը արժեք չունի իրականում։ Արժեքը տվյալներն են վրայի, անուն, ազգանուն, ՀՑՀ, հա, ինչ որ վավերականության ժամկետ։ Դու եթե ունես ID քարտ, դու ունես ID։ Դու կարող ես, այսինքն ID քարտը որ քեզ տրամադրում է, դա քեզ դեռ ոչ մի բան է։ Այդ ID քարտը քեզ մենակ պետք է, որովհետև դու դա օգտագործում ես որոշակի տեղեր նույնականանալու համար։ Մտնում ես բանկ, ասում ես տոր ID քարտը, որ իմանա դու ով ես, չէ՞։ Մտնում ես, չգիտեմ, պետական որևիցե կառույց ուզում ես գործողություն անես, ասում ես տո ID քարտ, որ իմանա դու ով ես։ Այսինքն ID քարտը օգտագործում ես որպես նույնականացման միջոց։ So դա ֆիզիկականն է։ Հիմա եթե ես այդ անուն, ազգանուն, ՀՑՀ-ն, հա, պայմանական, դա encrypt անեմ ու կոդավորեմ ու դնեմ որևիցե կրիչի վրա, որևիցե բան, որը ունի memory, հիշողություն, կրիչի վրա, ապա տեսականորեն այդ կրիչը դառնում է քո թվային ID-ն։ Այսինքն ֆիզիկական ID-ն թողարկում է պետությունը, իսկ դուք թողարկում եք թվային, դրա հիման վրա թվային ID։ Պետությունը ձեզ տրամադրում է identity։ Քարտը տպում է մի հատ ընկերություն, որ քարտ է տպում, քարտ տպող ընկերություն, պատկերացրեք։ Ես էլ թողարկում թվային ID-ն։ Այդ թվային ID-ն, ասեմ, ֆիզիկականը պետության ֆունկցիա է, դուք ստեղծված լինելով մասնավոր կառույցների կողմից դրա հիման վրա տալիս եք էլեկտրոնային նույնականացում։ Այո, ու այդ էլեկտրոնային նույնականացումը ֆունկցիա չի։ Չէ, չէ, իհարկե չէ։ Ու Եվրոպայում էլ որ նայեք, Ամերիկայում էլ բանք, բոլորը մասնավոր սեկտորներն են։ Հիմնականում մասնավոր սեկտորներն են, որովհետև դա նույնը ոնց որ ասես, այդ քարտը ով է տպում։ Ո պետությունը չի տպում, չէ՞։ Չէ, քարտը կարևոր չի ով է տպում, կարևորը ով է դրա ոնց որ ինչը թողարկողը, պետության համար ինչ-որ մեկը տպում է, բարդացի ինքը տպի, բայց ոնց որ պետությունն է քեզ տալիս։ Ճիշտ է։ Եվ ես էլ տալիս եմ քեզ թվային ID-ն դրա հիման վրա։ Այսինքն դու վերջի վերջը որպես ես տրամադրեմ թվային ID, դու պիտի ունենաս մեկը ID քարտ։ Իսկ ես իմանամ դու ով ես։ Եվ որպես ես իմանամ դու ով ես, պիտի ID քարտը տեսնեմ, քեզ տեսնեմ, հետո քեզ տամ ID։ Ճիշտ է, բայց դու չես տալիս այդ թվային նույնականացումը, այդ ID քարտը քո ասած ընդհանրապես պլաստիկ կտոր է։ Չէ, որտեվ կա ID քարտ, որ ունի չիպ։ Դա էլ չկա։ Հա, բայց հեսա կլինի։ Բայց կարևորն է որ չիպ։ Այդ չիպը հիշողություն է, կրիչ է։ So ես այդ նույն քո այդ տվյալներ, անուն, ազգան, ՀՑՀ եւ այլն, կարող եմ կոդավորեմ այդ չիպի վրա։ Նույն ձև կարող եմ կոդավորեմ SIM քարտի վրա։ Դա եմ ուզում հասկանալ, էլի մի դեպքում պետությունն է այդ չիպի մեջ կոդավորել դրել։ Չէ, էլի մենք ենք։ Այդ հները։
Հները ինչ որ կառույց, որ դա անում է, բայց այլևս կլինենք մենք նորերը։ Ես Վերջի այդ ֆունկցիան outsource արվում, որտեղ մասնավոր է։ Ինչու outsource արվում, դա կարող եմ բացատրեմ կներես։ ես Որովհետև այն ինֆրաստրուկտուրան, որը պետք է, որպեսզի դա կարողանաս անես, այդ ապարատուրան, այդ data center-ների սպասարկումը, բիզնեսի process-ների ընթացակարգային տրամաբանությունը, cyber Լիցենզավորումը, ոչ միայն լիցենզավորում, ոչ միայն լիցենզավորում, այլ դա սերտիֆիկացիոն ավելի շուտ թանկ է։ Հա։ Շատ թանկ է։ Մեծ ներդրման եւ մեծ maintenance-ի կարիք ունի, որպեսզի ինքը լինի թարմ եւ ապահով։ Այդ տեսակետից կամ պիտի պետությունը այդ ամբողջական ծախսը վերցնի իր վրա, կամ պիտի outsource-անի մեզ։ Հա, Եվ outsource-ը ոնց որ outsource-ը դարձի ձեռնարկատի։ պատասխանը։ Եվ կասա երկրորդ կողմը դա ֆիքսենք, որ ավելի կարևոր է երևի թե։ Երկրորդ կողմը նա որ մենք շահագրգռված ենք, որ դրա օգտագործումը բերենք B2B դաշտ, բիզնեսի դաշտ։ Այսինքն մինչև այսօր դու դաժե եթե ունենայիր քո թվային ինքնությունը կամ քարտի տեսքով կամ mobile ID տեսքով տարբերություն չկա։ Դու կարող ես դա մենակ օգտագործես պետական վեբսայթերում։ Որոշ պետական վեբսայթեր են, որ ինտեգրված են այդ համակարգին, չգիտեմ, Roadpolice-ն, Arcane-ն, exactly։ Դու դա կարող ես օգտագործես, բայց բանկը եւ այն չկա դեռ։ So իմաստն այն է, որ երբ գայսա private sector-ի կողմ, մենք շահագրգռված ենք, որ դա տանենք մասնավոր սեկտորին կպցնենք։ Եվ ինչու է դա կարևոր, որտեղ իրականության մեջ միջին քաղաքացին Հայաստանում on-line տիրույթում տարին քանի անգամ է շփվում պետական սայթի հետ։ 1, 2, 3, այսինքն ինչ որ մի թիվ է։ Ասա 5 տենց ասենք լավ իսկ տարեկան կտրվածքով միջին քաղաքացին քանի անգամ է շփվում բանկինգի հետ կամ թելքոյի հետ կամ հազարավոր տարեկան so ինձ ավելի հետաքրքիր 1000-ը թվայնացնեմ այն 5-ը դե կա ոնց որ էլի բայց ես 1000-ի հետևից եմ ընկած որտեվ իմ ոնց որ բիզնես մոդելը այդ 1000-ի վրա է աշխատում բայց ես որպեսզի այդ 1000-ի վրա ընկնեմ պիտի ես կարողանամ լիցենզավորվեմ եւ պիտի կարողանամ տամ թվային ինքնություն, հա, էսա ոնց որ տամ։ Այդ քաղաքացին պետք է վստահի, որ այդ տվյալները դա մայր վստահության ծառայություն եք մենք կոչվում։ Այդ տվյալները misuse տեղի չունենալու։ So երկու ահա ճիշտ եք։ So նախ եւ առաջ մենք վերցնում ենք եվրոպական EIDAS-ը որպես ռեգուլատոր հիմք, Հայաստանի ռեգուլյացիաները այս ոլորտինը դեռ կես քայլ հետ են կարելի ասել, որ օքեյ է, բայց հիմա թարմացում է։ EIDAS-ը Եվրոպայի թվային ինքնության եւ այս վստահության ծառայությունների ռեգուլատոր բանը framework-ն է, ռեգուլյացիան է, օրենսդրական դաշտն է։ Այդ օրենսդրական դաշտն ենք մենք վերցրել որպես հիմք։ Այսինքն նույնիսկ որ հայկական օրենսդրական դաշտը դեռ ոնց որ վերամշակման փուլում է եւ ռեֆորմի փուլում է, մենք վերցրել ենք եւ եվրոպական ամենադաժանն է, դա ամենախիստ եւ ամենադաժանն է, միշտ իրանք over-regulating են ամեն ինչ։ So մենք վերցնում ենք եվրոպականը որպես հիմք եւ մենք գնում ենք դեպի եվրոպականի compliance եւ նույնիսկ դիմել ենք Եվրոմիությանը, որ գա աուդիտոր եւ մեզ սերտիֆիկացնի։ Այսինքն մենք Եվրոպայում էլ լիցենզավորված լինենք, որպեսզի նախ կարողանանք արտահանենք, այդ է կարողանանք արտահանենք, որտեղ արդեն ամբողջ եվրոպական երկրները մեր համար թիախ են դառնում։ Եվ երկրորդը, որովհետեւ հայկականի ռեգուլյացիան դա է մեկը ինչ որ չափով վերցնել որպես ուղղությունը այդ ուղղությունն է, որտեղ էլի ամենալավն, ամենազարգացածն օրենսդրական դաշտը, ու ամենախիստն է։ So մեկ դա հաստատ ապահովում է բոլոր տվյալների բազան GDPR-ը կլինի, ISO ստանդարտները կան եւ այլն ու շատ ծանր process է ինքը։ Երկրորդը, որ այն ապարատուրան, որ օգտագործվում է, այսինքն data center-ների, սերվերների եւ այլն HSM-ները, իա հիմնական մի հատ այն ինքը, այսպես ասած, կոչվում է CA Certificate Authority, հավատարագրման կենտրոն հայերենով։ Այդ Certificate Authority այդ ապարատը ինքը կրկնակի նշանակության ապարատ է։ Այսինքն ի սկզբանե դա օգտագործվում է ռազմական եւ ուժային կառույցների ինֆորմացիան կրիպտոգրաֆիա անելու համար։ Դա օգտագործում է Ամերիկան Department of Homeland Security-ին, Պենտագոնը, այս level-ի բանի մասին է խոսքը։ Այդ ապարատը որպեսզի մենք կարողանանք բերենք Հայաստան, որտեղից որ առնում ենք export license-ը պետք IAPN-ն, IAAGN-ն, IABAN-ը, պիտի ստորնգն-ն, պիտի OK տար, ստե մտնելուց մեր հացը։ Ինքն եկա մի հատ process-ի, այսինքն ինքը համարվում է կրիպտոգրաֆիայի ամենաբարձր մակարդակը։ Եվ ինչու, որտեղ ինքը կրկնակի բանալի է օգտագործում, PKI է կոչվում, private key, private public key ինֆրաստրուկտուրա է, որը մի հատ եթե Google անեք նայեք, հասկանաք, որ դա համարվում է the standard։ Այս բանին ջարդել հնարավոր չի։
Այս բանը ջարդել, դա միայն ջարդել, տեսականորեն կարող է հնարավոր լինի Quantum computing, հա, դա արդեն, բայց նույնիսկ այդ դեպքում այն վենդերները, որոնք որ ծախում են այդ ապարատներ, ունեն research and development team-ը, որ post quantum certificate authority-ն են արդեն բանանում, research անում, որ բա այդ աշխարհում էս ինչ տեսք կունենա, բան։ Այսինքն էդի մասնագետներ կան ու པարզ է, էդի գոյություն ունի։ So էդի տեխնոլոգիական պաշտպանվածության տեսակետից։ Մյուսը բնականաբար, որ քաղաքացին ամեն անգամ որ գործակ է անում, ինքը իա consent-ն է տալի։ Ես առանց իա համաձայնության իրավունք չունեմ եւ մեխանիզմն է տեն ստեղծած։ Մարդ չկա արանքում, որ կլիկ անի, ինքը այդ մեքենան է տեն ստեղծած, այսպես ասած։ Բիզնես մոդելը ինչ է, ով է վճարում։ Քաղաքացիների համար 100% անվճար է, ինչքան ուզում եք կարող եք digital ID-ին վերցնես, ուզում ես 1000 անգամ նույնականացի, 2000 հատ բան ստորագրի, քո համար միշտ անվճար է։ Ես վաճառում API-ը բիզնեսներից եմ գանձում գումարը։ Այսինքն դու ամեն անգամ որ մտնում ես, չգիտեմ, քո բանկը վարկես ձևակերպում, ինչ որ բան է ստորագրում, ես այդ ստորագրման համար բանկից գումար եմ վերցնում։ Այդ API-ն է բացատրենք էլ ինչ է։ So պատկերացրեք բանալի եւ զամոկ եւ կողպեկ։ Հա, համակարգը տենց է։ Ես բանալին ու հետաքրքիր բանալի է, որտեղ իրականում բանալի է, private key infrastructure, էլի։ Բանալին ես տալիս եմ ձեր ձեռքը որպես քաղաքացի, ասում սա քո բանալին է։ Եվ այդ բանալիով եմ կարողանում քեզ նույնականացնեմ, որտեղ ամեն մեկի բանալին unique է, քո բանալին նույն բանալիները չեն։ Բայց այդ բանալին քո ձեռքում է։ Դու մտնում ես բանկ on-line, մտնում ես բանկ, հիմա բանալին ուզում ես օգտագործես։ Բայց եթե ինքը չունենա կողպեքը, դու այդ բանալին չես կարող օգտագործես։ Այդ կողպեքն API-ն է։ Այսինքն ես բանկին վաճառում եմ API, բանկը ինտեգրվում է իր website-ը, իր app-ը։ Ну, բայց տեխնիկապես API-ը application point interface, չէ՞։ Այո։ Այդ որ բանկը իր մոտից կպնի քո ծրագրին, ինչ որ մի հատ խողովակ է, որով կարողանում է դատան տեղափոխի։ Exactly, խողովակ է։ Իմ մոտից միացած խողովակը գիտեմ դուս եմ տվել, ես ասում եմ արի կպի սրան։ Ինքը խողովակը քաշում, կպնում է ինձ։ Հա, այդ որ խողովակը կպավից, իր մոտ այդ կողպեքը հայտնվում է։ Հետո դու մտնում ես, ասում ես օրինակի համար, չգիտեմ, login կամ նույնականանալ կամ դառնալ հաճախորդ, onboarding։ Onboarding-ը ամենաայսենց use case-ն է։ Դու հենց հիմա որ հայկական բանկում ուզում ես դառնալ հաճախորդ, մեծամասը միջը ֆիզիկապես չետած չի լինում։ Թելերներին գործից հանում ես։ Ոչ, ես քաղաքացու գործարքն եմ ապահով դարձնում։ Այո, ես բան չունեմ ասել։ Թելերներին ես չեմ գործից հանում, թելերները ինքնս ինքն է դա տեղի ունենում, որովհետև on-line գործարքներ քանակն է շատանում, այդ ինձնից չի կախված։ Ես գործարքների քանակ շատացնող չեմ, ես այդ գործարքների ապահովությունն եմ վստահությունն ու ապահովությունը։ Իսկ open banking-ի հետ այդ կապ ունի, բաց բանկային գործի, այսպես ասած։ Open banking-ի հետ կապ չունի, սա ինքը իանով ինֆրաստրուկտուրա է, բայց ինքը ճիշտ հասկանանք ինֆրաստրուկտուրա է։ Ինչ նկատի ունեմ, որ տվյալների տերը այսուհետ պետք է լինի քաղաքացին կամ հաճախորդը, ոչ թե բանկը օրինակ, հա, կամ բիզնեսը։ Դե հիմա իմ տվյալները կոնկրետ ինչ-որ մի քանի բանկի հետ աշխատում եմ, ամեն մեկը այդ տվյալները պահում է իրան։ Open banking ասածը ենթադրում է, որ ես եմ դրա տերը, վաղ ուզեցի բանկ տուր ես մյուս բանկին, ես քեզանից բաժանվում եմ, գնում ամուսնանամ ես մյուս բանկին։ Հասկանալի է։ Զուտ ինֆրաստրուկտուրայի առումով դուք այդ հնարավորությունը ոնց որ ստեղծում եք, բայց այդ կտորը ոնց որ առանձին կտոր է, հա։ Այո, բայց դե կարևոր է որ քո բերած օրինակով խոսքը գնում է տվյալների մենեջմենտի մասին, ես տվյալ վաճառող չեմ։ Ճիշտ հասկանանք։ Ես ոչ թե տվյալն եմ վաճառում, այլ ես նույնականացումը։ Այդ ոնց որ ISA-ի գործն է։ Ես իդենտիֆիկացնող։ ՏՏ գործակալության կտորն է դա։ Հա, ես իդենտիֆիկացնողն եմ։ Այսինքն դու երբ որ մտնում եմ Ineco բանկի сайт, ես Ineco-ին ասում եմ սա Armen-ն է, Armen-ը ասում սա Ineco-ն է։ Իմ ֆունկցիան Ալիսա, это pudding։ Հա, բայց նույնը վերաբերվում է պետականին, չէ՞, այսինքն ընդհանրեն գնում ես զաքս երեխաս ունեցել, քեզ չպետք է ասեն գնա անձնագիր բեր, որովհետև ինչ որ միտեղ արդեն դու այդ անձնագիրը ներկայացրել ես կամ նույն պետությունն է տվել քեզ։ Կամ նույնականանում ես։ Հա, էլի։ Այո, բայց իմ տեսակետից էս էլ լավ հարց տվեցի, շատ ճիշտ հարց է ու ճիշտ հասկանանք, քանի որ ես խողովակն եմ, ես ինֆրաստրուկտուրան եմ, թե դա ոնց է օգտագործվում ինտերֆեյսի տեսակետից։ Դու որպես քաղաքացի եթե մտնես մի հատ website եւ քեզ դուր չգա այդ website-ը, այդ ինձ հետ կապ չունի։
Հետի այդ website-ի տիոջ հետ կապ ունի։ Իրանք են ստեղծում դա։ Ես այն հետևի խողովակն եմ ուղակի, որ դու կարող ես կլիկ անես ու իդենտիֆիկանաս, թե ինչու են դա ուզում, երբ են դա ուզում, հա, ինչ ֆլոյով է եկե հասցենդը, որ քեզնից էդի ուզեն, դա իմ ձեռքում չի։ Շատ པարզ օրինակ է, որ դու պատկերացրու դու գազի կամ ընկերություն ես, գազ ես վաճառում։ Խողովակը քաշել ես, հիմա այդ գազով են մարդը ծվածեղ է սարքում, թե ստեյք է սարքում, թե չգիտեմ, յա պառնիկն է տաքացնում, դա արդեն օգտագործողի խնդիրն է։ Ես ավելի շուտ այդ խողովակն եմ ու յա մեջի մատակարարը, թե դա ինտերֆեյսային տեսակից կամ ինչի համար են դա օգտագործում են փոչի վրա, իմ ձեռքում չի։ Իսկ դուք ուր եք հասել հիմա։ Մենք հասել ենք այնտեղ, որ իրականում real team-ը սկսեց աշխատել։ Ես նոյեմբեր 1-ից եմ այնտեղ եւ ես employee 0003-ն եմ։ Եվ նոյեմբեր 1-ից նաեւ 003 կարանիշա 10000 ոգի։ Պլանավորում եք։ Հələ որ տենց է կոդավորվում, բայց ես երրորդ աշխատողն էի, մեր գործադի տնօրենը 0002-ն էր, CTO-ն 001-ն էր, ոնց որ նոյեմբեր 1-ից է մի խոսքը, որ թիմ կա ու ինչ որ բան կա, աշխատանք կա։ Մենք արդեն ունենք 130,000-ից ավել օգտատեր, որ ակտիվ օգտագործում է մեր product-ը։ 130,000 անցել ենք, so լավ աճ կա։ Մենք չկանք մեջ։ Մենք չկանք։ Դուք չկաք։ Չէ։ Հույսով եմ շուտով կլինի։ 6 ամսից։ Որտեղ դուք իշխոր լուծումներ ունեք, Այո, չէ՞, հեսա mobile ID-ից են Այս պահին հələ որ SIM card based է։ Մտնում ես քո օպերատոր կամ իմ բան, team բան, ասում ես տուր ինձ իմ ID։ Որ ասես տուր ինձ իմ ID, քո SIM card-ը կվերցնեն, կտան նոր SIM card, որի վրա կոդավորած է քո այդ identity-ն, հա, կոպիտ ասած։ Քո բանալին քեզ կհանձնեն։ Այս տրամաբանությամբ։ Ու կա 130,000-ից ավել մարդ, որ արդեն ունի այդ բանալին եւ ակտիվ օգտագործում են Հայաստանում։ Այդ հայտարարագրման համար թիվը արդեն 700,000 հասնի, չէ՞։ Ես տեղյակ չեմ այդ մասով, չեմ կարող արձագանքեմ, չգիտեմ։ Հայտարարումը use case-երից մեկն է, բայց այլ use case-եր էլ կան։ Դա մի կողմն է, մյուս կողմից էլ մասնավոր սեկտորին արդեն վաճառում եմ identification as a service եւ signature as a service, ակտիվ։ Լիքը ընկերություններ կան, որոնք որ արդեն ինտեգրման փուլում են, պայմանագրային փուլում են, վաճառքային փուլում են, հույսով եմ շատ շուտով իրանք live կգան, իրանք ինտեգրեն, test environment, հա, ինչ որ prod գնա եւ այլն process կա բնականաբար, բայց հույսով եմ շուտով իրանք էլ արդեն live կգնան այդ product-ներով, ու մենք կկարողանանք արդեն հանգիստ ասեմ, ստե կարող եք օգտագործեք, ստե կարող եք օգտագործեք, ստե կարող եք օգտագործեք, բայց սա SIM card based-ն է։ SIM card based-ը համարվում է երեկվա որ այսօրվա ինչ որ տեխնոլոգիա, բայց նոր սերնդի տեխնոլոգիան app-ն է, mobile app-ը։ Այսինքն հեռախոսիդ մեջ քաշում ես նույն տրամաբանությունը, ուղղակի դու app-ով ես SIM page-ի, telecom page-ի գնալ։ Թույն։ Կարող է 13-ի մեջից դուրս գան telecom-ները։ Չէ, կապ չունի, telecom-ները ինքն նաև օգտագործող է։ Չէ, application based-ի բուն ամենա ինչու է նոր սերունդ, որովհետև application-ը նաև լիքը այլ functionality է, ֆունկցիա կա։ Դու որպես քաղաքացի կարողանում ես ստուգես վերջին լոգինը, կարողանում ես cancel անես քո, չեմ ուզում ես card այլևս, դու քեզ հնարավորություն ենք տալի, որ դու կառավարես քո identity-ն։ SIM-ի դեպքում չի լինում դա։ SIM-ի դեպքում նա սև էկրանա բացվում, PIN կոդը թարգմանես, օքեյ, դրանց ավել ֆունկցիոնալություն SIM card-ը չի թույլ տալի։ App-ի դեպքում բնականաբար շատ ավելի լայն ֆունկցիոնալություն կկարողանանք տանք։ App-ը արդեն գնման process-ում ենք։ App-ն էլ ինչու է երկար տևում, որովհետև app-ը ունի back-end եւ բավականին բարդ է, բայց app-ն էլ պիտի գնա եվրոպական audit անցնի, սերտիֆիկացում անցնի եւ այլն։ So custom մենք դնենք 0-ից develop անենք ու անցնենք այդ բարդ աուդիտորական process-ով, եղածներից ենք ընտրում։ Արդեն սերտիֆիկացված լուծումներից ման ենք ալի ամենալավը եւ առնում ենք։ Միշտ այս տարվա վերջ թիախենք դեռ որ բետան արդեն կլինի app-ի, արդեն մյուս տարվա ոնց որ առաջին կես app-ը արդեն live կլինի, որի դեպքում է SIM card-ը քեզ պետք չի լինի, արդեն app-ը download կանես, on-board կլինես ու կսկսես հանգիստ դա օգտագործել եւ բարձրացնել user-ների քանակը էլ ավելի կլինի ու ավելի հեշտ է, ավելի հարմար է քաղաքացու։ Բիզնեսը ենթադրում եմ դեռ բավականին cash flow նեգատիվ է։ Okay։ Բանկ սեփականատերեր օքեյ են այդ առումով։ Սեփականատերեր մենք ունենք 5 տարվա պլան, բիզնես պլան կար եւ պրոֆեսիոնալ բավականին, ասեմ Ernst & Young-ն էր ստեղծել այդ բիզնես պլանը եւ մենք դեռ ըստ բիզնես պլանի շարժվում ենք։ Հա։
Այսինքն բանկերն ու տելեկոմները Burnout rate-ը նորմալ է։ Դա նորմալ է։ Ենթադրում եմ, որ մի կետում այս բիզնեսը դառնում է դրական կանխիկ հոսքերով բիզնես։ Բնականաբար շահութաբեր նույնիսկ նամանավանդ որ սկսենք արտահանել։ Մի երբ որ app-ը եկավ ու արդեն մենք ստե հասանք, չգիտեմ, 7-800,000, հա, այնց user-ի, որը more or less աշխատանքային բնակչության համարյա բոլորն են, արդեն սկսում ենք արտասահման նայել։ Ու ասեմ տարածաշրջանում մենակ մենք ունենք sense մի բան։ Վրաստանը չունի, Ադրբեջանը չունի։ Ինչն է ասում, դալիս որ իրանք անեն։ Դուբայ չեմ համարում։ Մենք ասում Դուբայ թակավորը։ Սառնանից Բա Տոկիոն ոնց է։ Իրանք ի՞նչն է ստոպ տալիս, որ իրանք ունենան ինչ որ տեխնոլոգիան շատ բարդ է, կամ այնց չի որ շատ եվրոպական թանկը որ չեն կարող։ Չէ, ասեմ հիմա եվրոպական մոդելները որն է, շատ եմ ուսումնասիրել, եվրոպական, եթե բանկերը եւ թելքոները չեն միանում այս գաղափարին, չի ստացվում։ Այդքան թանկը։ Չէ, որտեղ օգտագործում պետք է օգտագործում ապահովես։ Իսկ օգտագործումը ապահովում են հիմնականում Եվրոպայում։ Այսինքն եվրոպական երկրներ կա որ բանկեր ինչ որ եկ բանկ + 2 թելքով կապել են մեր մոդելով, էլի, հա կապել են ու ստեղծել են ոնց որ իրանցը, ու իրանք շատ լավ աշխատում են։ Երկրներ կա որ օրինակ 100% պետական է։ Որ դեպքում բան onboard rate-ը շատ ցածր է։ Մենք պետական ծառայություններով ենք գնում։ Հիմնականում մենակ պետական ծառայություններ, այսինքն transaction volume 5-ն է, էլի։ Դառնում են տարին 5 հատ։ Ոչ թե տարին 1000 հատ, էլի։ So բանկերի եւ թելքոների մասնակցությունը այս process-ին կրիտիկական է ուղղակի։ Եվ ես վստահ եմ որ ու մենակ թանկը չի, know-how-ի խնդիր կա։ Անկեղծ եմ ասում, լուրջ։ Եվ ամբողջ Եվրոպայում 3000-4000 հոգու մասին է, որ այս ոլորտում կա, որ trust service provider-ում աշխատում։ Շատ niche ու շատ բան, ինչ որ community-ա, պուճուրիկ։ Սաղ-սաղին ճանաչում են, կամ հանգիստ ասեմ, որ բոլորը մեզ ճանաչում են, մենք բոլորին ճանաչում ենք, հրավիրել ենք, եկել են, մենք ենք գնացել, այսինքն մենք այդ community-ի մաս ենք կազմում արդեն, բայց know-how-ը շատ բան է։ Ես այն ինչ որ ես գիտեմ հիմա, ես էսի բան են iceberg-ի ծերն ենք հենց խոսացել, շատ կարանք խորանալ, մանավանդ տեխնոլոգիան ոնց է աշխատում։ Ու ինչ որ ես գիտեի 3 ամիս առաջ, սարուձոր։ Այսինքն ես օր մեջ այս ինտեգրացիա doc-ը թեկուզ API-ի ամեն շաբաթ update ենք անում։ Որտեղ մենք ենք նոր բան սովորում, նոր ագալի, նոր այդ know-how-ը շատ բարդ է ձևավորելը։ Դա ժամանակ, ծախս, համբերություն, թիմ եւ կամք է ուզում։ Բացի փողից։ Դեպի խոստանաս ուրեմն գալ մի 3-ից կամ 6 ամիս հետո իմանանք ոնց է progress-ը գնում։ Հաճույքով։ Ես անպայման կհայտարարեմ կարևոր use case-երն են, որ ինտեգրացիաները սկսեն արագանալ, դուք արդեն ինքնըստինքյան կզգաք։ Դու քո բանկը քեզ օրինակ push notification կուղարկի, որ հիմա կարող ես արդեն իմ ID-ով login դատա։ Հետո մի հատ ինչ-որ տեն, այսինքն դու օգտագործման տեղից արդեն քիչ-քիչ այդ ինֆոն կսկսի ինքը հոսալ ու իմ համար դա է կարևոր։ Օգտագործման կետերը ինչքան շատանան, այնքան ինքը կդառնա մեր համար հեշտ ու վարքագծային։ Բայց ամենակարևորը քաղաքացուն ինչ է սա ամեն ինչը։ Քաղաքացուն շատ կարևոր է գույտի, բացի որ շատ ավելի ապահովական է ներկա համակարգերը, երկրորդ շերտերն է, որ հեշտ հարմար, շատ հարմար է։ Ես քեզ տալիս եմ մի հատ master ձև, որ դու ամեն տեղ որտեղ որ շփվում ես online, դու այդ նույն կնոպկեն ես սխմում։ Այսինքն քո ID card-ը կարող նոտար գնալու կարիք էլ չլինի, մեքենադ վաճառես, նոտարն էլ էսա կասեմ։ Հաջորդ քայլով հենց app-ը եղավ, նաև բերելու ենք էլեկտրոնային կնիկ։ Դա իհարկե օրենսդրական դաշտին հետ էլ է կապված, բայց էլեկտրոնային կնիկ։ Էլեկտրոնային կնիկ գեղեցկությունը այն է, որ ես այս բանալին ոչ թե տալիս եմ քաղաքացուն, այլ տալիս եմ իրավաբանական անձին։ Այսինքն ՀՎՀՀ-ի հիման վրա եմ տալիս։ Ոչ թե ՀՑՀ։ Ոչ թե ՀՑՀ-ի։ Այդ դեպքում արդեն կարողանում ես դու, որտեվ հիմա ոնց է, ես Արմեն Ավագյան տնօրենն եմ, ես եմ ստորագրում իմ ՍՊ-ի համար, չէ՞։ Բայց կնիքի դեպքում չկա էլ Արմեն Ավագյան։ Հենց ինքա կնիքն է դրվում։ Իսկ իմ անունը, իմ ՀՑՀ-ն էական չի այդտեղ։ Եվ դա նաև թույլ է տալի, որ տնօրենը փոխվի, ինքը one click-ով հանում է իրեն, չի թողում որ ինքը այդ կնիքից օգտվի։ Էլ կարիք չկա գնաս բանկ, էսի թազա տնօրենն է, քարտը են որ ստորագրության քարտը, բան գլխացավանք է։ Ինքը որ ասում ես հետո է։ Եվ դա նաև թույլ կտա որ նոտարական կնիքներն էլ digitize լինեն, թվայնացվեն, որը բնականաբար դա process արդեն պատկերացնում եք ինչ հնարավորություններ կտա։ Շատ լավ։ Երկու բաներ խոսանք
Համասարանից ինչ կա ուսանողությունը ոնց է։ Լավ։ Դու մարքեթինգ ես տալիս, թե թվային մարքեթինգ, թե ինչ։ So մարքեթինգ եմ տալի, մարքեթինգ հիմունքներ, Կոտլերի։ Միքսա, Kotlin-ը բաներ ունեմ, բայց մի հատ էլ մարդակենտրոն մարքեթինգային process-ներն, որ ոնց որ իմ ավելի դպրոցն է։ Թվային մարքեթինգ եմ տալի, startup management եմ տալի։ Այդքան առարկա։ 3 բայց ինձ 13 տարի դաս եմ տալի ամերիկանում հենց դրանց առաջ Եվրոպայում եմ տվել երբ որ դեռ էի ապրում պետք է այդքան ինչ եմ հիշում ես էլ եմ այդքան տալիս 13 տարի բայց քեզ ոնց որ նույնականացրել եմ այդ կառավարության տարիներից մազրիթը բժելի իրան այն ժամանակ լնա քաչալացել եմ լավի շատ են նայից տարիներն էին չեմ հանդիպել ես տարօրինական իմ բանը իմ համար դաստալը հոբի է շատ հաճելի հոբի է շատ եմ շին join the club չնայած դու 13 թվից ես there you go ինքնա so ինձ երկորմանի է իմ համար ես տալիս եմ բայց շատ բան եմ ստանում ինձ թարմ են պահում ինձ բան բայց կարող եմ ասեմ երևի այս տարի կամ անցած տարի առաջին անգամն է որ զգում եմ որ ես արդեն նույն սերունդից չեմ տարիքային բանը դե յակ նույն տարիքի են մնում ես գնալով տարիքը բարձրանում եմ յակ մնում են նույն տարիքի չէ մոտ 15-ի երեխեքից փոքրանում են իրանք էլի հա այդ եմ ասում այդ բանը դիստանցիան երևի ես տարի առաջին անգամ որ զգում եմ որ ասենք այն հումորը որ ես անում եմ ինքը չի էլ բռնում այդ բանը որտեղ ինքը սաղ չի եղել կամ կինոներ ես պատմում ես որ իրանք ավելի ուշ են ծնվել մեր բակ եմ ասում այդ ինչ է ոնց ոչիկը ոնց կան մեր բակը տարօրինակ է բայց կամ մեր բակի մեջից որ reference եմ հումոր եմ անում մեջը չի կլիկ անում այնքան նոր զգում եմ որ ինչ որ սերունդային տարբերություն կա բայց լավ է որտեղ իրանք թարմ են ինձ բան իրանք նենց հարցեր են տալի որ իմ մտքով չէր անցել so ես ուզեմ չուզեմ ինձ վերազինում եմ վերապատրաստում եմ վերաբան եմ անում ու թարմ եմ մնում շատ էլի համ որպես մասնագետ համ հոգով իսկ մեթոդները բաները փոխում ես հիմնականում չէ որտեղ MBA-ներին եմ տալի եւ մենակ MBA-ներին եմ տալի ես բակալավր ու masters չեմ տալի ու մեթոդը the case study based է MBA ընդհանրապես usually case study based է եւ իմը project based է so ես finalist իմ վերջնականս քննություն չի այլ project են հանձնում եւ այդ case study plus project-ը միշտ պահում եմ նույնը միակ բանը որ փոխվում է content-ը բովանդակությունն է փոխվում ինչ case study-ներ են հա ասենք 10 տարի առաջ Coca-Cola-ի case study-ն էի տալի հիմա ասենք Uber-ի case study-ն եմ տալի որովհետեւ բանը փոխվում է ինչ որ sense մի բան so ինչ case study-ներ եմ տալիս եւ ոնց եմ մատուցում այդ եմ փոխում հիմնականում բայց բանը ստրուկտուրան հիմնականում նույնն է ախկանալի է շատ լավ քեզ բաստող ենք ուսանող շատ մերսի ես համ հասնում այսօր դասի եմ շնորհակալություն ընկերներ շնորհակալություն որ հետևում եք մեզ ինձ շատ արագ անցավ մեր դինամիկ խոսակցությունը լավ շարունակեք մեզ դիտել լայքեք բաժանորդագրվեք եւ կհանդիպենք շուտով քեզ շատ շնորհակալություն մերսի հուսով եմ մեր էլեկտրոնային նույնականացումները կունենանք ավելի հաճախ կօգտվենք ու դա մեր նոր հնարավորություններ կբացի միանշանակ